Ալ-Իմրան 50 Ես եկել եմ հաստատելու ինձանից առաջ եղած Տավրաթը և թույլատրելու ձեզ արգելված որոշ բաներ, ձեր Տիրոջից մի հրաշք եմ բերել, ուրեմն վախեցեք Աստծուց և հետևեք ինձ։ Մայիդա 110 Աստված հիշեցնում է Հիսուսին տրված հրաշքները, դու իմ թույլտվությամբ կավից թռչունի կերպարանք էիր ստեղծում, փչում էիր դրա վրա, և այն իմ թույլտվությամբ կենտանի թռչուն էր դառնում։ Իսլամի և Կուրանի համաձայն, ինչու քրիստոնեությունը աղավաղվեց։ Իսլամի ուսմունքի համաձայն, քրիստոնեությունը ճշմարիտ կրոն էր։ Հիսուսը Աստծո կողմից ուղարկված մարգարե էր, իսկ նրան տրված ավետարանը Աստծո խոսքը։ Սակայն ժամանակի ընթացքում այս կրոնի ուսմունքները փոխվեցին թե ժողովրդի, թե հոգևորականների կողմից, հեռացան իրենց իսկական ուղուց։ Ինչպես փոխվեց քրիստոնեությունը սուրբ կրությունների աղավաղումը Կուրանի համաձայն, Տավրաթի և Ավետարանի բնօրինակները ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել են և մարդիկ սկսել են գրել իրենց խոսքերը, ներկայացնելով դրանք որպես Աստծո խոսք։ Բակրա 79 Վայ նրանց, ովքեր իրենց ձեռքերով գիրք են գրում, հետո ասում են. «Սա Աստծուց է», գնում Հիսուսի աստվածածում գաղափարը։ Չնայած Հիսուսի Աստվածո մարգարե էր, քրիստոնյաները ժամանակի ընթացքում նրան Աստծո որդի և նույնս Աստված։ Անկասկած, նրանք, ովքեր ասում են Աստված Մարիամի որդի Մեսիան է, ուրացած են, ով իմ Տերն է և ձեր Տերը, Մայիդա 3 տեղ է։ Անկասկած, նրանք, ովքեր ասում են Աստված երեք աստվածներից մեկն է, հիսիկու, ուրացած են, նրանք որդին է, իսկ մեծի Աստված որդի է, ֆորմ չունի ոչ որդի, ոչ որևէ անհրաժեշտություն, քանի որ նա անզուգական է։ Եկեղեցու իշխանության բարձրացումը և կրոնի շահադիտական օգտագործումը Կուրանը նշում է, որ գիրք գրողներն հրեաների և քրիստոնյաների հոգևորականները փոխել են կրոնի օրենքները և օգտագործել այն նյութական շահի համար։ Ով հավատացողներ, ռաբբիներից և հոգևորականներից շատերը մարդկանց ունեցվածքը ուտում են անիրավ ճանապարհով և նրանց հեռացնում Աստծո Ինչն է ճշմարիտ կրոնը։ Իսլամը հաստատում է, որ Մուհամմեդ մարգարեի գալուստով Աստծո պատգամը հասել է իր ամբողջական և ավարտուն ձևին։ Կուրանը ոչ միայն հաստատում է Տավրաթը և Ավետարանը, այլև ուղղում է դրանց աղավաղված հատվածները։ Մայիդա 48 Մենք քեզ ուղարկեցինք այս գիրքը Կուրանը հաստատելու քեզանից առաջ եղած գրքերը և պահպանելու դրանք։ Հիսուսի դիրքը իսլամում, իսլամի համաձայն։ Հիսուսը Աստծո ծառա և մարգարե է։ Նա օժտված էր հրաշքներով, մեռյալներին կենդանացնելը, հիվանդներին բուժելը և այլն։ Նա Աստված չէ, Աստծո որդին չէ։ Նա խաչը չի բարձրացրել, Աստված նրան երկինք է բարձրացրել և խաչել է, բայց նրանց այդպես է երևացել։ Եհլի կիտաբ գիրակրողները, քրիստոնյաները կոչվում են գիրակրողներ, այսինքն նրանք, ովքեր ստացել են աստվածային գիրք։ Ճշմարիտ հդայաթն ու փրկությունը իսլամում են, սակայն Կուրանում նշվում է, որ անկեղծորեն Աստծուն հավատացող և արդար գործ կատարող, գիրք գրող մարդիկ նույնպես կարող են արժանանալ Աստծո պարգևներին։ Բակրա 69 Հավատացյալները, հրեաները, քրիստոնյաները և սաբիացիները, ովքեր հավատում են Աստծուն և վերջին օրվանն ու կատարում են արդար գործեր, իրենց վարձն ունեն իրենց Տիրոջ մոտ։